Ուրեմն ամեն 5 շաբթի այս ընթացքում մենք գիտեք ծանր փորձության շրջան ենք ապրում, մենք թեմի քահանաներով Հայր Սուրբի գլխավորությամբ հավաքվում ենք մեր թեմի սրբավայրերից մեկում եւ աղոթք ենք բարձրացնում առ Աստված։ Հիմա նամանավանդ աղոթքը մեզ շատ պետք է եւ մեզ զորացնում է։ Մենք աղոթում ենք մեր առաջնորդ Սրբազանի համար, Մկրտիչ Սրբազանի համար, մենք աղոթում ենք մեր եղբոր Տեր Գարեգինի համար։ Տեսեք, այսօր պատահական չէ, որ մենք քահանաներս ընտրել ենք այս վայրը, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին, որտեղ գիտեք բոլորդ, որ ծառայում է մեր եղբայրը Տեր Գարեգինը եւ վստահ եմ իր ծառայությունը հետագայում եւս պիտի շարունակի։ Եվ այսօր մենք խորհրդանշական է, որ այստեղ ենք հավաքվել եւ աղոթք ենք բարձրացնելու առ Աստված, որպեսզի այս փորձությունը շուտ անցնի, մենք հաղթահարենք եւ մենք ուզում ենք մի բան, որպեսզի կարողանանք նորից բնականon կյանքով ապրել, նորից առանց փոթորկված հոգիների եւ առանց փոթորկված մտքի շարունակել մեր բնականon հոգեվոր ու ծառայական կյանքը։ Արագածոտնի թեմում ինչ տրամադրություններ են։ Մենք րոպեներ առաջ իմացանք, որ նաև արդեն նախկին Տեր Տարոնին են կարգալույծ արել եւ այս թեմում էլ խնդիրներ կան այն առումով, որ Տեր Թադեի հետ կապված մտահոգություններ կան։ Այդ որոշումները Մայրաթորի շնորհաբաշխության եւ կարգապահական հանձնախումբն է իրականացնում եւ մենք Մայրաթորի բոլոր որոշումները հարգում ենք եւ ընդունում ենք։ Իսկ արագածոտնի թեմում ես կասեմ տիրում է եղբայրական սիրո մթնոլորտ եւ բազմիցս ասել եմ տիրում է եղբայր եւ հայր զավակ հարաբերության վրա հիմնված կյանք եւ այսօր էլ այս աղոթքը դրա վառ վկայությունն է եւ ժողովուրդը եւ մենք հոգեվորականներս եղբայրական սիրո վրա հիմնված շարունակում ենք մեր հոգեվոր ծառայությունը եւ սպասում ենք, որ այդ հոգեվոր ծառայությունը կմիանան մեր հոգեվոր հայրերը եւ եղբայրները, ովքեր այսօր անազատության մեջ են։ Իսկ ընդհանրապես ժողովրդի արձագանքը վերաբերմունքը ինչպիսին է, որովհետև մենք տեսնենք, որ պառակտված է, երկու ճակատի բաժանված է, բայց ուզում եմ հասկանալ այս կողմին, այսինքն Մայրաթորի համախոհների հասարակ ժողովրդի մեջ ինչպիսին է, որքան է։ Տեսեք, եկեղեցին մշտապես մի բան է ասում, որ պետք չէ պառակտվել։ Եկեղեցին միշտ միավորող է եղել, եւ պիտի լինի։ Սա արհեստացին բան է, որ մեր եւ ձեր ժողովուրդ են ասում, այդպիսի բան չկա։ Մենք միշտ հոգեվորականներս ասում ենք, բոլորն էլ մեր հավատացյալներն են, բոլորն էլ մեր զավակները, եղբայրներն ու քույրերն են ի Քրիստոս։ Թե ինչի համար են դա ասում, ես չգիտեմ, մենք ամենայն դեպս չենք բաժանում, մենք չենք ատում ոչ մեկի, որովհետեւ մենք հիմնվում ենք այն մտածելակերպի վրա, որ եկեղեցին ոչ թե ատում է, մերժում է մեղավորին, այլ ատում է եւ մերժում է մեղքը։ Ուրեմն չկա բաժանում, դա արհեստացին է եւ մենք ասում ենք բոլորն էլ հայ են, քրիստոնյա են ու բոլորն էլ մեր զավակներն են։ Մենք խնդրում ենք այն մարդկանց, ովքեր այս ընթացքում փոթորկվել են եւ փնտրտուքի մեջ են եւ չգիտեն, այդպիսի մարդիկ կան, չգիտեն պատարակի գնան թե չգնան, մենք հստակ ասում ենք, որ եկեղեցու դռները բաց են ձեզ համար, ամենտեղ պատարակներ մատուցվում են, ամենտեղ աղոթքներ արվում են եւ մոտեցեք ձեր հոգեվորականներին, գնացեք պատարակների եւ աղոթեք ամբողջ ազգի համար ու ամբողջ աշխարհի համար։ Տեր հայր, բայց այս շարժումը, այսպես ասած, հակաեկեղեցական, քանի որ հիմա դեռ գոնե Արագածոտնի մարզի շրջանակներում է, վերաբերում է Արագածոտնի մարզի եկեղեցիներին, Հովանավանքից հետո արդեն Թալին եւ այլ մտավախություն չկա, որ սա այլ եկեղեցիներ կներգրավի, որովհետեւ ի վերջո նաեւ հավատացյալներն են ասում, խոսքը եկեղեցի պղծելու մասին է, դեռ ինչքան պիտի պղծեն։ Հովանավանքի վերաբերյալ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իր վերաբերմունքն արտահայտել է,
եւ մենք այդ վերաբերմունքը բնականաբար կիսում ենք։ Հիմա Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պիտի արարողություն լինի։ Ես ապագայի մասին ոչինչ ասել չեմ կարող, ես ներկայի մասին կարող եմ ասել, իսկ ներկան միշտ մեզ հույս է տալիս, հուսադրում է, եւ ներկան մի բան է մեզ ասում, որ մեր ժողովուրդը համախմբված է, որ մեր հավատացյալները միատեղ, միասիրտ աղոթք են անում, ինչի առհավատչյան, ինչպես քիչ առաջ ասացի, այսօրվա այս Սուրբ եկեղեցում մեր աղոթքն է։ Եվ նորից պիտի շեշտենք, որ մենք հավատացյալներս, մանավանդ հոգևորականներս, գիտենք մի բառ, որ կոչվում է փորձություն։ Ես բազմիցս ասել եմ եւ ասել եմ նաեւ, որ փորձությունը պիտի ավարտվի։ Իսկ փորձությունը ավարտվելուց հետո ել ավելի զորացած եւ ել ավելի ուժեղացած պիտի շարունակենք մեր հոգևոր կյանքը։